Վանիկ Օհանյան, հաջորդը դուք Տիկին Ղազարյան։ Շնորհակալություն Տիկին Ղազարյան, ես երկու հարց ունեմ, ճիշտ է, համընդհանուր ապահովագրության շրջանակներում այս փուլում եւ ողջևորությունն է շատ մեծ հանրության շրջանում եւ հարցերն են շատ։ Դրանցից մեկը վերաբերվում է այս մեր թիրախային 5 խմբերին վերաբերվող քաղաքացիները այս փուլում ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու են թե ոչ, եթե այո, ինչ ծավալներով։ Կներեք, սկիզբը չլսեցի, ովքեր։ Այս փուլում ներառված քաղաքացիները համընդհանուր ապահովագրության շրջանակներում ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու հնարավորություն ունենալու են թե ոչ, եթե այո, ինչ ծավալներով, եթե ոչ, նախատեսվում է հետագայում որպեսզի օգտվեն, թե ոչ նորից։ Եվ երկրորդ հարցը մասնավորապես վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին, դեղատներին, որտեղ որ քաղաքացիների եւ տնտեսվարողների միջև լինում են նաեւ կոնֆլիկտային իրավիճակներ վերաբերվող համավճարի հասկացությունը իրանց համար մինչև վերջ պարզ չի, եւ եթե դեղատնային ցանցի աշխատակիցները նշում են, որ համավճար է պետք կիրառել տվյալ դեպքում, ես ուզում եմ, որ այս մասով մի հատ էլ պարզաբանում մտցնենք, որպեսզի քաղաքացիների համար պարզ լինի, ինչ է համավճարը, ինչու է դա կիրառվում եւ որ դեպքերում է դա կիրառվում, եւ մյուս հարցն էլ Տիկին Պողոսյանը հնչեցրեց, բայց ես էլ ճշգրտենք, որ փոխհատուցման գները որոշ դեպքերում ցածր են միջին շուկայական վաճառքի գներից, ելի հաճախ առաջացնում է անհարմար իրավիճակներ պրակտիկ գործունեության մեջ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ եմ հարցերի համար։ Նախ ասեմ, որ այդ հասկացությունը ինչ է միջին շուկայական գին։ Պիտի լինի մեթոդաբանություն, ինչպես է պետությունը գնում իրականացնում եւ սահմանել այդ փոխհատուցման չափերը։ Ինչպես նշեցի, այո, տեսեք, հարյուրավոր, հազարից ավել ծառայությունների մեջ մենք էլ հանել ենք, կան մի քանի տասնյակը, որի գնային քաղաքականության մասով աշխատանքները ընթացքում են եւ հիմնավորումների պարագայում մենք այո դիտարկում ենք դրանց վերանայման։ Եվ ես ասեմ ձեզ, որ սա դինամիկ process է լինելու։ Շուկան փոխվում է, որոշ ծառայությունների օրինակ, պարագայում նոր տեխնոլոգիական լուծումներ են լինում եւ գնում է ավելի նվազման գնի, որոշի դեպքում ավելացման։ Եվ այստեղ սա դինամիկ գործընթաց է, այո, մենք շատ պետք է արագ արձագանքելով, աշխատելով, պիտի այս կարգաբերումները անենք։ Մյուսը ինչ վերաբերում է դեղատնային ցանցից համավճարի պարագային, շնորհակալ եմ, նորից ես փորձեմ այս համակարգի տարբերությունը նախկինին բացատրել։ Տեսեք, նախկինում մենք ասում էինք, որ պետությունը տրամադրում է ինչ-որ մի դեղորայք, ինչ-որ մի հիվանդության համար։ Բրենդ չասեմ էլի, որովհետև հետո ստացվում է, որ մի բրենդ եմ նշում, մյուսը չեմ նշում, լավ չի լինում։ Այդ դեղից Հայաստանի Հանրապետությունում կա 5 տեսակի բրենդի այդ նույն դեղից կա։ Նախկինում պոլիկլինիկան մրցույթ էր հայտարարում եւ ամենաէժան ուրեմն գնառաչարք իրականացրած ընկերությունը հաղթում էր եւ անկախ նրանից պացիենտը այդ մի բրենդն էր ուզում թե ոչ, նրան դա էր միայն հասանելի։ Հիմա մեր մեթոդաբանությունը փոխվել է հետեւյալ ձևով։ Մենք Հայաստանի Հանրապետությունում քիմիական անվանումով այդ դեղի բոլոր բրենդերի համար սահմանել ենք առավել փոխհատուցման գին։ Եվ սա նշանակում է, որ այս 5-ից կարող է 1-ի, կարող է 3-ի պարագայում մեր փոխհատուցման գնի մեջ ամբողջովին մտնում է, այսինքն մարդը ոչ մի բան չի ավելացնում տվյալ բրենդը առնելու պարագայում, բայց կան այնպիսի բրենդի դեղեր, որոնք մեր փոխհատուցման գնին հավելյալ պիտի վճարում իրականացնեն։ Հիմա նախկինում այս պարագայում մարդը ոչ մի փոխհատուցում չէր ստանում, պետությունը իր համար տրամադրում էր, ինքը դրանից չէր օգտվում, գնում էր իր նախընտրածը դեղատնից առնում էր ամբողջ գումարով ու դա էր օգտագործում։ Հիմա անգամ եթե անձը նախընտրություն ունի թանկարժեք բրենդի դեղը գնելու, ապա այդ արժեքի մի մասը պետությունը շարունակում է փոխհատուցել։ Եվ այստեղ
նախ արդյունավետությունն է մեծանում եւ նախորդ տարվա մեր վիճակագրությունը սա ցույց է տալիս։ Ուրեմն համեմատ 24 թվականին մեր շահառուների, ովքեր օգտվել են պետպատվերի շրջանակներում այս համակարգով դեղորայքից, կրկնապատկվել է թիվը։ Այսինքն նախկինում այդ մարդիկ շահառու էին, բայց մեր համակարգից չէին օգտվում, հիմա օգտվում են, բայց այո, փոքր հավելավճարներ իրականացնում են։ Դրա համար սիրելի քաղաքացիներ, նորից հիշեցնենք, որ ապահովագրությունը չի ծածկում ամեն ինչ։ Այստեղ էլ շատ կարևոր է, որ մարդկանց ակնկալիքները ճիշտ լինեն։ Ապահովագրությունը, այո, շատ ընդգրկում փաթեթ է, ինչպես տեսնում ենք, ներառում է թանկարժեք վիրահատություններ, դեղորայք, բայց այն ամեն ինչ չի փակում, այլ ունի կոնկրետ փոխհատուցման չափեր, գներ։ Եվ չկա աշխարհում որևէ օրինակ, Եվ չկա, այո, այս փակում է ապահովագրությունը։ Իսկ եթե կան ապահովագրականներ, որոնք որ բավական էսպես փակում են, դրանք արժեն ամսական մեր տարական արժեքի հնգապատիկ եւ վեցապատիկը։ Արմենուի Ղազարյան, հաջորդը Արման Եղոյան։ Շնորհակալություն Տիկին Ավանեսյան այս ընդգրկուն լեկուցը ներկայացնելու համար եւ իրապես այս համակարգը մեծ փոփոխություններ առողջապահության ոլորտում եւ վստահ եմ, որ հանդիպումներ ունենալով մեր քաղաքացիների հետ մեծ ողջավորություն են ապրում, բայց այնուամենայնիվ կուզեի հնչեցնել երկու հարց։ Այս փոփոխության պայմանավորված հաշվի առնելով բուժաշխատողների ծանրաբեռնվածության աճը, ինչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի դա չազդի սպասարկման որակի վրա, եւ երկրորդ կցանկանայի իմանալ առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանում բուժ հաստատությունների ընդգրկումը ինչպես է իրականացվում։ Ուրեմն բժշկական կենտրոնը կա